Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակը հայտարարել է, որ Բուլղարիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան Թեհրանին վստահեցրել են, չեն մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Իրանի եւ Օմանի միջև բանակցությունները մոտենում են ավարտին։ Ավելի վաղ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն չի տվել։ Պակիստանի Կաբալ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել։ Նախնական տվյալներով մահապարտը պայթեցրել է իրեն, թիրախավորելով ահաբեկչական խմբավորումների դեմ խաղաղցույցի մասնակիցներին։ Իրավապահները հետաքննություն են սկսել։ Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդի որոշմամբ Տիզնիդ Դախլա ավելի քան 1055 կիլոմետր երկարության մայրուղին անվանակոչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Ինչպես գրում է MAP պետական գործակալությունը, թագավորը նշել է, որ մայրուղին ռազմավարական նշանակություն ունի, միացնում է Մարոկկոյի հյուսիսն ու հարավը, նաև Եվրոպան եւ Աֆրիկյան մայրցամաքը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավորին այդ որոշման համար եւ հայտնել, որ հույս ունի մոտ ապագայում անցնել մայրուղու ամբողջ երկայնքով։ Վալբերիսը հայտնել է, որ Վլադիմիրի իր պահեստներից մեկի վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ինդոնեզիայի ափերի մոտ նավի վրա հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը համարվում է անհետ կորած։ Իսկ Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում անտառային հրդեհի հետևանքով տներ են այրվել։ Ըստ լրատվամիջոցների, հրդեհների մակերեսը մոտ 101,000 հեկտար է։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։